Այսօրվա պատկանիչն է Դավիթ մարգարեին պաշտամունքի 3 հիմքը։ Քարոզս հիմնած են 19-րդ Սաղմոսին վրա։ Գարտամ 19-րդ Սաղմոսը։ Երկինքը Աստուծո փառքը կպատնե ու երկնքի հաստատությունը անոր ցերկերուն գործերը կցուցնե։ Օրը օրին կհայտնե խոսքը ու քիշերը քիշերին կծծնե գիտությունը։ Չկա զրույց ու չկան խոսքեր, անոր ցայնը չի լսվիր։ Բայց ամեն երկիր ելավ անոր հնչյունը ու մինչև աշխարհի ծայրերը անոնց խոսքը։ Անոնց մեջ արևին համար վրան նկարտնեց։ Անիկա իր արակաստեն ելած Պեսայի վես է հզոր մարդու վես, իր ջամփան վազելով ուրախանա։ Անոր երկը երկնքի ծայրեն է ու անոր շրջանը մինչև անոր ծայրերը և անոր դակուտենեն փանմը չծածկվիր։ Դերոջը օրենքը կատարյալ է, հոգին գնորոք է։ Դերոջը վկայությունը ճշմարիտ է, դքեդը իմաստուն գնե։ Դերոջը կանոնները շիրակ են, սիրտը ուրախացն է։ Դերոջը պատվիրանքները պայծառ են, աչքերուն լույս կունեն։ Դերոջը վախը սուրբ է, հավիտյան կմնա։ Դերոջը թադաստանները ճշմարին ու բոլորովին արդար են։ Ցանկալի են անոնք ոսկի են ու շատ փորձված ոսկի են։ Մեղրեն անուշ են ու խորիսխի գատած մեղրեն։ Քու ծարատ անոնցմով կխրատվի ու զանոր պահելուն վարձքը շատ է։ Ով կրնա միտք առնել իր հանցանքները, ձաձուկ մեղքերեն զիս մաքրե։ Ամպարդավան մեղքերեն ալ բահեք ու ծարատ, թող անոնք ինձի չդիրեն, այն ադեն ամեղ գլան ու գմակրվին մեծ անորենութեն են։ Պերնիս խոսքերը ու սրդիս խորուրդները քո արջևըտ ընդունելի ըլնան, ով դեր իմ վեմս ու պրգիչս։ Թող դերը օրհնությունն է իր խոսքը սիրելիներ այսօրվա մեր պաշտամունքի մեջ։ Դերոջ օրհնությամբ այսօր մեր դարվա վերջընթեր պաշտամունքն է։ Ամսուն 31-ին ալ պիտի ունենանք կհայտարարենք ձեզ։ Ինչպես փագենք այս տարի։ Չնայինք աշխարհին, որ աշխարհ ինչպես կփափակի փագել 2025-ը։ Ինչպես սկսենք նոր տարին, չլսենք աշխարհին։ Իտալիայի վարչապետուհին ասավ 2025-ը վատ տարի է, բայց 2026-ը ավելի վատ է։ Սիրելիներ, այն փանալին, որ թուրը կփանա, նույն փանալին է, որ թուրը կփագե։ Ինչս էլ ուզեմ։ Ինչպես կսկսիս քու օրդ, այնպես էլ կշարունակես քու օրերդ բոլոր տարվա ընթացքին։ Օրը մեկը ասավ, այս տարի ինչպես է քու կյանքդ։ Ասի ինչու։ Սա 5 տարի վերջան նույնը պիտի ալա։ Եթե ուզում ես փոխվիլ, այսօր է։ Այսօրվանից սկսելու ես քու կյանքդ փոխել։ Այս տարվա մեր վերջնտեր պաշտամունքին պիտի նայենք Դավիթ մարգարեին մարգարեական սաղմոսով։ Ան ինչպես կսկսեր իր օրը, որում մեջ Սուրբ Հոգիի հղումով գրեց այս սաղմոսը և անիկա իր կյանքի բոլոր տևողության ընթացքին ոչ թե կհիշեր, այլ կապրեր։ Այս սաղմոսը Դավիթ ապրում էր։ Դավիթ մարգարեն իր օրը սկսում էր պաշտամունքով։ Սիրելիներ, եկեղեցի ներկա լալեն, եկեղեցի հաճախելեն ավելի անհրաժեշտություն է, որ մենք ամեն օր մեր անձնական պաշտամունք ունենանք մեր Աստծուն հետ։
Շաբաթը մի անգամ գալը լավ է, ես քաչալերված եմ եւ կքաչալերեմ ձեզ։ Բայց չի փավեր։ Մենք շաբաթը մի անգամ հաց չենք ուտեր։ Ամենաբարձ օրինակը։ Ամեն օր դերոջը ներկայության կարելի է։ Սիրելիներ, Աստվածահաճո ճշմարիտ պաշտամունքը մեր մեջ ծնունդ կստանա վերստին ծնունդով եւ այս անմահական է եւ հավիդենական է, պաշտամունքը հավիդենական է, երկրի վրա կսկսի ու կշարունակվի երկնքի մեջ հավիտյանս հավիդենից։ Եթե այս համոսով դու ուզես խորանալ, ես քեզ խորհուրդ կտամ, դու երբ որ գնաս, այսօր վաղը մի օր 19-րդ Սամոսը գարտա, ապա հայտնություն Հովանու 4-րդ եւ 5-րդ գլուխները գարտա։ Եվ իրար հետ համեմատե դες տարբերությունը, դες մոդիգությունը, դες հոս ինչպես է սկսած է եւ երկնքի մեջ ինչպես կշարունակվի, որը հավիդենական է։ Եթե Աստվածահաճո պաշտամունք չունենք, սիրելիներ, մենք կյանքի մեջ ճշմարիտ հույս, ճշմարիտ կյանք, բավարարություն, նպատակ չենք ունենալ։ Անհրաժեշտ է, որ մենք ունենանք ճշմարիտ հույս, իրական կյանք, բավարարություն։ Ասեմ քեզ քույրս եղբայրս, քու կյանքը թիպված մը չէ։ Թիպվածոմը չէ, որ մենք աշխարհ եկած ենք։ Յուրաքանչյուր մարդ Աստծո կամքով եւ ծրագրով աշխարհ եկած է։ Այս պատճառով շատ անհրաժեշտ է, որ մենք ճանչնանք մեր ստեղծիչը։ Ինչու ես քո եմ, ինչ է իմ քոյությանս պատճառը եւ նպատակը։ Նույնպես պիտի ներկայացնեմ 3 բաժիններով հիմնվելով 19-րդ Սամոսին վրա։ Ճանչնալ Աստուծո կարողությունը եւ իմաստության զորությունը, երկրորդ ճանչնալ Աստուծո խոսքը, երրորդ ճանչնալ ինքդ քեզ։ Արևմտահայերենի մեջ մենք ասում ենք ինքնաճանաչություն։ Առաջին կետը, որ կուզեմ ներկայացնել, ճանչնալ Աստուծո կարողության իմաստությունը եւ զորությունը։ Ինչու մեր Աստվածաճանաչությունը շատ մուշուշոտ է, հստակ չէ մեր առջև։ Մարախուգա որպես թե մեր մտքի հայացքի առջև եւ չենք կարողանում տեսնել եւ ճանչնալ Աստուծո իսկությունը եւ հատկանիշները։ Որքան մշուշոտ է մեր գիտությունը երկրի եւ երկինքի ստեղծագործության, այնքան մշուշոտ է մեր Աստվածաճանաչությունը։ Մենք այս Սամոսի մեջ կտեսնենք, թե Դավիթ կճանչնար երկինքի զորքերը հաստատությունները 3000 տարի առաջ եւ կճանչնար երկրի հիմքերը։ Աստվածաճանաչության առաջին հիմքն է ճանչնալ, որ մեր Աստվածը ստեղծագործ է։ Ինչու ըսի համեմատենք այս Սամոսը հայտնություն Հովանու 4-րդ եւ 5-րդ գլուխներու մեջ, որովհետեւ հոն երկնքի պաշտամունքի պատկերի մեջ մենք կտեսնենք, որ երկնային զորքերը 24 երեցները, ամբողջ ասկերը, լեզվե, ժողովուրդները, փրկվածները Աստուծո կպաշտեին, ասելով ամեն բան թուն ստեղծեցիր։ Այս երկրի եւ երկնքի ստեղծագործությունը թող մեզի համար սիրելիներ սովորական չլա։ Մի քանի օրինակներ դամ, ինչպես մեր մոլորակը անչրբեդին մեջ գախված է։ Այսօր գիտությունը մեզի կհաստատե, որ մեր երկիր մոլորակը անչրբեդին մեջ գախված է։ Հիմա բերեմ մի քննակ, Ձեզ մեկում դամ, կամ դուք ինձի դակ, և ես եղբայր աղոք, ես կնտակը ոտի մեջ գախ է։ Իսեմ ինչ հիմքի վրա, բիդի ասեմ ձեզ ինչպիսի բարանով, ինչպես կնտակը ոտի մեջ կգենա,
մեր երկիրը ինչպես օդի մեջ կախված է Աստուծո խոսքի զորությամբ։ Եվ սկսենք մտածել, դեր քո խոսքը ինչպիսի զորություն ունի։ Եվ մեր առջև մեր հայացքը կսկսի ընդարձակվի, հորիզոններ կստանա, տուն մահվանալ երկեր ունիս։ Հիսուս Ղազարոսին ասավ, Ղազարոս դուրս եկ, մերելը դուրս եկա։ Ինչ խոսք, ինչ իշխանություն, ինչ կարողություն։ Հարցումներ, ինչպես ձողուն ջուրերը ունին սահման եւ անտին չեն անցնիր։ Մենք գիտենք ջուրը գոհոսի, բայց ինչպես վիթխարի տարածությամբ օվկիանոսը սահման ունի եւ իր սահմանը չանցնիր։ Արաբերեն գսե վադa'ත լիլբահրի հատտա, ձողուն գսե սահման տրիր, ասպես երկա եւ իր սահմանը չանցնիր։ Ինչպես երկնքի մոլորակները իրենց կանոնին մեջ շրջան գնեն։ Այսօր աշխարհի վրա լավագույն հավատացյալները քիթնականներն են։ Այո, իրենց մեջ կան անհավատներ, բայց այս մոլորակները ինչպես դեղաթրված է եւ իրենց կանոնին մեջն է։ Ամենաբարձ օրինակը մեր երկիր մոլորակը արևեն այնպիսի հեռավորությամբ մտեղաթրված է, որ եթե մի քիչ հեռանա, հոն ջուրը կսարի, իսկ եթե մի քիչ մոտենա, հոն ջուրը կշոկյանա։ Ասում բոլորը սիրելիներ թիպված չեն։ Ինչպիսի գիտությամբ մեր մարմինները կազմված են։ Այսօր աշխարհի վրա գարձր մետաղներ կան, որոնց մոտ քորձիկներ կսարքվի։ Ետք կտեսնես մաշերը, թուլացերը, բայց այս մարմինը ինչպիսի գիտությամբ կազմված է, որ ինձին կնորոք է, ինձին կբժշկե, 100 տարի կապրի եւ դակամին այդ սիրտը առողջ եւ կփափախե։ Անընդհատ։ Եթե մարդը սարքերու լա ետևը բագերով բենզին է պետք, բարելավույթ է պետք, չգիտեմ։ Ինչպես այս մեր մարմինները սարքված են։ Սիրելիներ, այս ինչպիսիներուն շարքը երկար է։ Աստուծո ստեղծագործության փառքը եւ գիտությունը ու իմաստությունը ցույց կտան մեզի Աստուծո հզոր զորությունը եւ կարողությունը ու անվախճան փառքը։ Մարգարեն 19-րդ Սամոսով քարոշ չէ պատրաստած, բայց մեկ նախատասություն ունի գսե երկինքը Աստուծո փառքը կպատմի։ Եվ մենք կփորձենք այս համարը մեկնաբանել, բացատրել եւ դերում գուկանք եւ գսենք, որ ինչուներուն շարքը երկար է, որտեղ Աստուծո փառքը անվախճան է։ Սիրելիներ, մեր կյանքերը կսկսի փոխվել, երբ մենք սկսենք հետևել հետամուտ ըլլալ աստվածաճանաչության։ Լիակատար աստվածաճանաչություն ունենալը անհնարին է, բայց աստվածաճանաչության ամենավստահելի աղբյուրը ճանչնալ Հիսուս Քրիստոս։ Վերջավորության սիրելիներ, ամեն ինչի պատասխանը Հիսուս Քրիստոս ինքն։ Մեր արելձվածներուն, մեր տագնապներուն, մեր հաջողություններուն, մեր ամեն խնդիրներուն, մեր ամեն լավ բարգևներուն
բադասխանը Հիսուս Քրիստոսն է։ Եթե մենք մեր կյանքի դակնապներուն, արեղծվածներուն բադասխանը Հիսուս Քրիստոսի մեջ չտեսնենք, անոնք կմնան անբադասխան եւ կմնան հանելուկներ։ Քրիստոսա ճանաչությունը սիրելիներ շատ հեշտ է, եթե ուզես ճանչնալ, եթե կփափակείς, եթե չես փափակիր Քրիստոս ճանչնալ, տեսեք Պողոս Արաքյալ Հռոմայացիս 1:18-ին սկսյալ մի քանի համարներ կարդամ եւ ինչ կսե։ Աստուծո, քանզի Աստուծո փառքությունը երկինքեն կհայտնվի մարդոց բոլոր անփարշտության եւ անիրավության վրա, որոնք ճշմարտությունը անիրավության բռնել են։ Մարդիկ, որոնք ճշմարտությունը անիրավության փոխել են։ Վասնզի ինչ որ Աստուծո մասին պետք է գիտնան իրենց մեջ հայտնի է, որովհետև Աստված անոնց հայտնեց, քանզի աներևույթ բաները աշխարհի սկիզբեն ստեղծվածներով կիմացվի, կտեսնվի, այսինքն իր մշտնչենավոր զորությունը ու աստվածությունը, որպեսզի անպատասխան մնա։ Թեև իրենք Աստված կճանչնային, բայց Աստուծո պես չփարավորեցին կամ շնորհակալ չեղան, հապա իրենց խորհուրդներում մեջ ունայնացան եւ սրտերնին անմտությունով խավարեցան։ Ի վերջո մարդուն ազատ գամքն է որոշողը։ Եթե դու կփափակείς, Արաքյալը գսե Աստված հայտնած է, Աստված խոսած է։ Սիրելի եղբայրս եւ քույրս, դու գրնաս Աստված ճանչնալ իր ստեղծագործության մեջ են։ 1990 թվականին դեկտեմբեր 8-ին հայրս անագնգալ գերբով մահացավ։ Շատ անագնգալ էր, հայրս որ առողջ էր, հեծանիվ կքշեր, կաշխատեր, պապիրոս չուներ, խմիչ չէր գործած էր, մաքուր կյանք ապրած էր, 60 տարեկան։ Այսպես մեկ ակնթարթի մեջ մահացավ։ Շատ անագնգալ էր։ Վրան 4-5 օր անցավ, Բարդաթին պետք է իր կորզադեղը խանութը երտայի, պանայի, թուղթեր գար և այլն։ Խանութը բացեցի, ասպես կեցա, ամեն բան իր տեղն է։ Իր աշխատած գործը, գործիքները, թարագը, թուղթերը, ի վերջո բաբայական խանութ է, գիտես ուր, ինչ կա, ինչպես կլա։ Մի անգամ են այսպես խորհուրդ մա, դուն կացի լավովսկի, մամա ասի, ամեն բան իր տեղն է, բայց բաբան չի գա։ Սիրելիներ, մեր կամքն է, մեր ազատ ընտրությունն է, որ կորոշե։ Առաջին եւ վստահելի բանալին աստվածաճանաչության իր ստեղծագործությունն է, այս հիմքը հաստատում է։ Ինչ ասել ուզեմ, այս օրինակը ինչու բերի, չկա բանը ինքն իր մեր հարաճը կա։ Ամեն ինչ ստեղծիչ ունի։ Եվ ասած եմ կգրտնեմ, և միշտ ստեղծիչը իր ստեղծագործութենեն դուրս է։ Ժամայցուցը, գիտեք ես ինչպես կաշխատի, ինչպես կգործե, բայց կա մի ոմն, որ սարկած է, բայց ինքը մեջը չէ։ Համագարկը, մի ոմն սարկած է, բայց ինքը մեջը չէ։ Աստված է, որ մեզ և աշխարհը ստեղծած է, անոր համար մեզ մե բարձր է, մեզ մե դուրս է, բայց պիտի կա օր, պիտի հասնենք իրեն։ Ճանչնալ Աստուծո ստեղծագործությունը Սաղմոս 19-ին առաջին 6 համարներն է, ապա Սաղմոս 2-ն կանցնի ճանչնալ Աստուծո խոսքը, Աստուծո խոսքի ստեղծագործությունը։ Աստուծո ստեղծագործությունը
իր իմաստության դրսևորումն է։ Աստուծո դուրս եկավ այս իմաստությունը իր ստեղծագործությամբ, իսկ Աստուծո խոսքը Աստուծո սրբության դրսևորումն է։ Աստված սուրբ է եւ իր սրբութենեն գծոլա իր խոսքը, գծոլա իր սերը եւ հոս Սամոս 2 գամտրատարնա Աստուծո խոսքին, որ Աստուծո սրբության իսկական պատկերներեն մին։ Դեր Աստված ամփոփող է իր իսկությամբ եւ հատկանիշներով։ Արաբերեն գսել ջավհար, ամփոփող, հիմնական եւ իր հատկանիշներով։ Նույնպես ալ ամփոփող է սիրելիներ Աստուծո սրբությունը։ Աստուծո պատվիրանները փխում է իր սրբութենեն։ Ինչպես մենք կգարտանք Աստուծո խոսքի մեջ, որ որդին հորը ծոցներ, որդին հորը ծոցեն դուրս եկավ։ Եթե մարդիկ չգրցան ճանչնալ եւ վգայել ով է Քրիստոս, թևերը ըսին գիտենք տուն ով ես Իսրայելի սուրբը, քադոշը, կդուսը։ Թևերը գրնան ճանչնալ, բայց մարդը չուզեր ճանչնալ եւ գսեն գիտենք տուն ով ես Աստուծո սուրբը։ Հիսուս Քրիստոս անարատ հղությամբ ծնավ եւ անարատ ապրեցավ։ Իր մեջ մեղք գոյություն չունի, քադոշ է, այն սուրբ է։ Հովանն 16-րդ գլխում մեջ մանավանդ քրապար լեզվով, որ հաճախ կլսենք, Սուրբ Հոգին փխումնի հորից։ Սուրբ Հոգին փխած է Աստուծմե, անոր համար Սուրբ Հոգի է, որտեղ Աստված սուրբ է, իր Հոգին սուրբ է, սրբության զորությունն է։ Սիրելիներ, Սուրբ Հոգին գործը մարդուն մեջ սրբության զորությունով է։ Հոն ուր Սուրբ Հոգին գործը գա, անպայման այնտեղ ակնհայտ ըլլալու է սրբություն։ Իսկ մեզ սկսյալ, ով ինչ կուզե թող խոսի, ով ինչ կուզե թող մեկնաբանե, ով ինչ կուզե թող անե, եթե մեջը սրբություն չկա, ադիկա Սուրբ Հոգի են չէ։ Մեր գործերը լինելու է Սուրբ Հոգիի զորությամբ, մեջը սրբությունը ակնհայտ ըլլալու է։ Սուրբ Հոգին մարդու մեջ կգործե եւ զին կարաշնորդ է սրբության փարեդենչության։ Անոր մեջ, որ Սուրբ Հոգիի գործը սկսված է, նրա մեջ կա փարեդենչություն, փափակ հասնելու սրբության։ Սուրբ Հոգիեն ծնած անձը փարեդենչություն ունի սրբությամբ ապրելու։ Սամոսին երկրորդ մասը գխոսի Աստուծո պատվիրաններուն, կանոններուն, օրենքներուն եւ դատաստաններուն մասին։ Գսե քու կանոնները, քու պատվիրանները, քու դատաստանները, քու օրենքները հոմանիշ փարեր գործած է արդահայտելու Աստուծո սրբությունը եւ անոր պատվիրանները։ Սիրելիներ, այս գետին ուշադիր եղեք, աշխարհի բոլոր փարոյական կանոնները վերցված են դասնապանյային։ Ուր աշխարհի վրա փարոյական բարձր սկզբունքներով կանոններ կան, անոնց մեջ, անոնց արմատին մեջ մենք կտեսնենք դասնապանյա պատվիրաններ։ Ժամանակի ընթացքին մարդը իր քորոզությամբ եւ հբարդությամբ աշխարհ ուզեց փարեգարկել, չագերտյալ,
ուզեց փոխել բադվիրանները եւ կանոնները եւ ճիշտ այդ ռոբեից սկսավ հարաճ գալ աշխարհի կանոններուն եւ օրենքներուն մեջ եղած թերությունները ցանկացած օրենք եւ կանոն որ մարդկային հղացում է հոն գա ջեղկեր սավար փած փողուններ որովհետև մարդը թերի է թերի մարդեն գադարյալ օրենք դուրս չի կար գադարյալ օրենքը գադարյալ աստուծմե հարաճ կա գփորձեն բարեգարկել բայց այդ բարեգարկումը կմնա անավարտ մինչև օրս աշխարհի ամենակաղաքագիրտ ամենազարգացած ամենահարուստ երկիրները մինչև օրս ամեն տարի օրենքներու փոփոխություն առաջ կբերեն որպեսզի լավագույնին հասնի եւ թեր կբարեգարկեն եւ թեր կփոխեն եւ թեր կփոխեն եւ կմնան թեր ավարտ կմնան անոնք թերի իսկ աստվածային բադվիրանները եւ կանոնները հավիտենական են վստահելի են եւ անփոփոխ արագ կերպով անցնենք ինչ կսե Սաղմոս 2 դերոջը օրենքը գադարյալ է հոգին գնորոք է ինչպես ներկայացնեմ եւ շփոթություններ եւ կամ գասկազներ եւ կամ ճիշումներ ունենաս թիմե աստուծո օրենքին եւ կգտնես քու ներքին հանգստությունը ոչ թե որ սահմանադրությունը դատական օրենքը քահանան եղբայրագոբը ան ինչ կսե սուկ քիրքը ինչ կսե քու այդ իրավիճակի մեջ հաջախ եղբայրներուն ասած եմ գարձիկ մի տակ քու անձնական խորհուրդը մի ներկայացնեն հավա ինչ սուկ քիրք խոսիր չես պուշմանիր սուկ քիրք խոսիր վստահելի է դու եղիր գամուրջը փոխանցողը աստուծո խոսքին աստուծո խոսքեն թեպի մարդուն եւ կմնաս ապահով ուղագի մեջ դերոջը վկայությունը ճշմարիտ է Սաղմոս 2-ում գսե դգետը իմաստուն գնե ճշգրիտ որոշումները գկարոդի իմաստության աստուծո վկայությունները սիրելիներ քու իմաստուն որոշումներու հիմքն է գուզես ճշգրիտ որոշում գայացնել հիմնվիր աստուծո խոսքին վրա դերոջը կանոնները շիդակ են սիրտը ուրախացնեն դերոջը բադվիրանները բահողը սիրելիներ աստուծո խոսքին հնազանդ եղող հավատացյալը սրդի խայթեն սրդի հանդիմանութենեն զերծ կմնա նաև վախի տանչանք են հավատացյալը ինչու վախնալու բան չունի ինչու իր սիրտը չի հանդիմանել իրեն ինչու մեղադրանքի դակ չի նար որովհետև աստուծո բադվիրանը բահած է աստուծո բադվիրանները սիրելիներ ճշմարիտ ուրախության աղբյուրն է ուղիղ կյանքը քեզ ապահով կպահի դերոջը բադվիրանները բայձար են աչքերուն լույս կուտան եթե մեր աչքերը դերոջը բադվիրաններուն լույսով չնային չտեսնեն հետևաբար մեր մեղանչական սիրտը մեզ խաբար կարծակ է ինչպես կրնան մեր հայացքը լուսավորը լավ 22-23 տարիներ առաջ մի մուսլիման երդասարտի ծանոթացա օրմը ինձ իրենց նունը հրավիրած էր հետաքրքիր ան է որ զայրահեղ մուսլիմանական լավով բազմիցս անգամներ
նոր գդագարանը կարդացած է։ Եվ ինձի սավ եղբայրագով քեզի հարցում ունիմ, ինչ կասես։ Սի խնդրեմ, եթե գրնամ։ Սե Հիսուս ասում է մարմինի ջրակը լույսն է։ Մարմինին ջրակը աչքն է։ Եթե քո աչքդ խավար է, քո բոլոր մարմինդ խավար է։ Սա ինձ բացատրած է։ Վау, ասպես կուզեք, աս մտածմունք ունեք։ Շատ խելացի են։ Վերջ աս քաղաքական դեպքերը որ դերի ունենային։ Սա եղբայրագո, գիտես Հիսուս ինչը սա։ Սի ինչը սա։ Սա սուրով առնողը սուրով գինա։ Սա ով որ իշխանությունը սուրով արա, սուրով պիտինա։ Մուսլիման։ Հիմա գրնան խոսիկ, չէ։ Ասել ընտանիքը իշխանությունը ինչով արա, սուրով։ Ինչպես ինգա, սուրով։ Ինչ լուսավոր միտք, որտեղ աբեդարանը կկարտար։ Եվ իրենսի, որ աչքը մարմինին լույսն է, ջրակն է, սի էդի Հիսուս պետք է լինի։ Եթե դու Հիսուս ունես, եթե դու Հիսուս կճանչնաս, քո աչքերը լուսավոր կլինեն։ Հիսուսը սա այս աշխարհ եկավ, որպեսզի գույրերը տեսնեն եւ տեսնողները չտեսնեն։ Երբ իծնեք գույրին աչքերը բացավ, փարիսեցիները որ աչքեր ունեին, չգրցան տեսնել ճշմարտություն։ Ով բացավ, ինչպես բացավ, ինչու բացավ, ինչ ասավ։ Ալ գույրը ինչ ասավ, մեկ բան գիտեմ, ես գույրը կտեսնեմ։ Ես աչք չունեի, իծնե հիմա աչք ունիմ։ Որովհետև Հիսուսի հանդիպեցավ։ Մեր աչքերը իր լույսը սիրելին են դերոջը պատվիրաններեն ստանալու է։ Եթե մեր աչքերը իր լույսը դերոջը պատվիրաններեն չստանա, մեր խավար սիրտը, մեր մեղանչական մարմինը խավար գարցակ է։ Կսե դերոջը վախը սուրբ է, հավիտյան կմնա։ Մենք սիրելիներ աստուծո չենք կրնար մոտենալ, խնդրեմ ուշադիր եղեք, ինքնահավանությամբ, մեր անձերը հավնելով, և կամ մեր ինքնարդարությամբ, մեր բարձանքով, անկլյայի մեջ պարմը կա, կկրեն ambition, մենք, իրենց անկլյայի պարկը, անորամար դերոջը վախը չի գա իրենց մեջ, անորամար մեղքի մեջ տատախված են։ Դերոջը տատաստանները ճշմարիտ են ու բոլորովին արդար են։ Աստուծո պատվիրաններով միայն մենք կճանչնանք մեր թերությունները և անարդարությունը ու անգադարությունը։ Արդար է խոսքը, թերությունը մեր կողմն է։ Եվ ինչպես կշարունակե, կսե ցանկալի են անոնք ոսկի են ու շատ փորձված ոսկի են, մեղրեն անուշ են ու խորիսխի գատած մեղք են։ Աստուծո խոսքը ճաշակողը, Աստուծո խոսքին զորությունը, քաղցրությունը, սրբությունը, շնորհած ուրախությունը գվայել է։ Մեր աստվածասիրության ապացույցը սիրելիներ, մեր ցուկտումն է փուրըն փապակով մոտենալ Աստուծո իր պատվիրաններու միջոցով։ Եթե մենք Տերը կսիրենք, սեր եթե մեր մեջ ագնհայտ ըլլալու է, այդ ցուկտումը, փուրըն փապակը Աստուծո մոտենանք իր պատվիրաններու միջոցով։ Հիսուս ասավ, ով որ իմ պատվիրաններս կբահե, անեզի սիրողը։ Դավիթ Աստուծո ստեղծագործության նայելով սկսավ ճանչնալ Աստուծո իմաստությունը, զորությունը ու փառքը։ Դավիթ Աստուծո պատվիրաններով ճանչավ Աստուծո սրբությունը։ Եվ երրորդ
Դավիթ սկսավ ճանչնալ ինք զինքը, ճանչնալ ինքդ քեզ, ինքնաճանաչություն։ Հիմա Դավիթ Աստուծո պատվիրաններով եւ օրենքներով սկսավ տեսնել իր մեղքերը։ Առանց Աստուծո պատվիրաններուն մենք կտեսնենք մարդոց մեղքերը, բայց Աստուծո պատվիրաններով մենք կտեսնենք մեր մեղքերը։ Դավիթ սկսավ տեսնել ոչ թե միայն իր մեղքերը, այլ սկսավ նաև տեսնել իր ծածուկ մեղքերը։ Մենք մեղքեր ունենք, դերևս հարևանը, ծնողքս, դիգինս, եղբայրս, փորձընկերս կճանչնա իմ դգարությունը, իմ մեղքը, բայց ծածուկ մեղքերը Դավիթ կճանչնար իր ծածուկ մեղքերը։ Եթե մենք Աստուծո պատվիրաններուն ակնոցը չքործածենք, մենք երբեք մեր մեղքերը չենք կրնար տեսնել, որովհետև մենք հագած ենք ինքնահավանության և հբարդության ակնոցը։ Հանդիպել ենք մարդկանց, որ գսեն, ինչու ես ինչ մեղք ունիմ։ Եվ կասե մարդը քեզի ես մեղք չունիմ։ Որովհետև իր ակնոցը ինքնահավանությունն է, հբարդությունն է։ Ցանկացած հավատացյալ անկիդակցաբար մեղքեր կգործի։ Պողոս առաքյալ գսե չգիտնալով անում էին։ Ցանկացած հավատացյալ երբեմն իր մեղքերը չճանչնար։ Եթե աս համարի մեկնությունը, մեկնության քիրքերու մեջ բրբդես, աս նախատասությունը գուտակես։ Որ մենք անկիդակցաբար մեղքեր կգործենք։ Եկեղեցու խոստովանանքի մեջ տանգա, կիդակցաբար, անկիդակցաբար, գամա, ագամա, ուզելով, չուզելով, գիտնալով, չգիտնալով։ Ցանկացած հավատացյալ լավ գիտե թե իր մեջ ինչպիսի ծածուկ մեղքեր կան։ Քոնե անհատը ինքը գիտե կճանչնա, բայց նաև Աստված կճանչնա։ Ցանկացած հավատացյալ հրաբարագավ մեղքեր ունի եւ ավելի ծանրը, որ Դավիթ մարգարեն գխոսի, գրնա նաև ամփարդավան մեղքի մեջ ինալ։ Ամփարդավան մեղքը առանց ամաչելու հրաբարագավ կործելն է։ Օրինակ, բացահատ գահայույը, ասի ամփարդավանություն է։ Դեր մանավանդ ոմանք Աստուծո գահայույ են։ Նվիրյալ հավատացյալը իր քաղնի աղոտքի սենյակի մեջ։ Հիսուս կսե, և աղոտ կնես մդիր կու ներքին սենյակը տուրդ կոցե և կու աղոտ կտ պարսացուր։ Հայրդ, եկնավոր հայրդ, որ կեզ կաղդուկը գդեսն է, կեզի պաց այդ կպատասխան է։ Մդիր կու ներքին սենյակը, ամպողբիր։ Նվիրյալ հավատացյալը իր քաղնի աղոտքի սենյակի մեջ քաղտնորեն իր մեղքերը կխոստովանի։ Ամեն խոստովանություն չի շիներ, շինություն չներ։ Բայց հոն է իսկական կավարանը, խոստովանանքի սենյակը, որուն հետևանքը հրաբարագավ կտեսնվի, որ է մեղքեն ուսուշանը։ Դու երբ կտեսնես հավատացյալ եղբայրդ քույրդ, որ մեղքեն ուսուշանում է, այդ կնշանակե թե ինքը իր ներքին սենյակի մեջ իր քաղնի մեղքերը խոստովանած է։ Այդ է հայելի։ Սիրելիներ, եկեք տարին փակենք խոստովանություն։ Ծածուկ մեղքերեն զիսպահ է։ Ով գրնա միտք առնել իր հանցանքները, արեմդայրը։ Եկեք դարին փակենք սիրելիներ աղեր սանքով։ Դեր Աստված,
Հիսուս Քրիստոսի անունով դուր ինձ մաքուր սիրտ, դեր դուր ինձ մաքուր սիրտ, որպեսզի հառաջիկա դարման մեջ տեսնեմ քու փառքդ ու քու գործերդ եւ փառավորեմ ամենասուրբ երրորդությունը Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։